Էրիկը, Էլմոնը, Դավիթ, Նարե, Հասմիկ, Նանե, եւ դա մեզ բոլորը շատ ուրախացնում է, Սյունե ունենք, որ այո, հայկական անուններ։ Համար 1 մանկապարտեզի վարիչը թվարկում է այն անունները, որոնք նորաձև են այս սերնդի մոտ։ Ասում է, որ տարբեր սերունդների մոտ տարբեր անուններ են նորաձև լինում։ Հիմա շատ Էրիկներ ու Նարեներ ունեն, շատ են հատկապես հայկական անունները։ Հայկական թե օտարածին դաստիարակչու համար նշանակություն չունի, կարևորը անունը գեղեցիկ ու բարեհունչ լինի։ Կարծում է, որ հենց այս հարցում ծնողները պետք է առավել ուշադիր լինեն։ Որովհետև ինձ թվում է, թե ամեն անուն ամեն դեպքում բնորոշում է երեխայի բնավորությունը։ Օրինակ Դավիթները երևի թե միշտ Դավիթ են լինում, շատ լավը, եւ հոգով ուժեղ, եւ մարմնով ուժեղ։ Մի քիչ մեր երիտասարդ ծնողները պետք է շատ ուշադիր լինեն այդ հարցում, ոչ թե մոդայի հետևից ընկնեն, այլ մտածեն իրենց երեխայի մասին, թե հետագայում իր երեխան գոհ կլինի իր անունից, թե չէ։ Քաղաքացիական կաթության ակտերի գրանցման բաժնի պետն այս տարի արդեն 17 ծնունդ է գրանցել, 8 աղջիկ եւ 7 տղա։ Առաջինը գրանցել է Նարե Հովհաննիսյանի ծնունդը, ինչպես եւ անցյալ տարի այս տարի եւս Նարե եւ Նանե անունները նորաձև են։ Ռաֆիկ Ղազինյանն ուրախությամբ նշում է, որ վերջին տարիներին ծնողներն ավելի շատ հայկական անուններ են ընտրում իրենց երեխաների համար, հաճախ են կանգ առնում նաեւ հայկական պատմական անունների վրա, հատկապես հայ թագավորների։ Նախկինում որ Աստված գիտի, ես ինչ անուններ են գալիս տնում, սերիալի տարբեր անուններ, հիմա այդ տիպի անունները վերացել է, ոնց որ սերիալների անունները քչացել են, պատահական, շատ պատահական են լինում։ Մյուսները, ինչպես այդ նայում ենք, 30-40%-ը կազմում են իրաց պապիկների, տատիկների, որ հին անունները նեթադեն Քարիպսիմե, Սոնա։ Այնուամենայնիվ օտարահունչ անուններից որոշ անուններ դեռ նորաձև են ու տարածված։ Տարվա ընթացքում շատ են գրանցել Էրիկ, Միլենա, Անգելինա եւ Էլեն անունները։ Աքորուց մի երեխա էլ Ջոն անունն են կնքել։ Հաճախ ծնողները հնարովի կամ տարօրինակ անուններ են դնում իրենց երեխաներին, նույնիսկ մոտիկ հարազատների մականունները։ Նաև տուալ մարդկանց բացատրում է, որ ախր այս անունով այդ երեխան վաղը միշտ էլ պետք է ներկայանա իր միջավայրում, վաղը կարող այդ անուն դառնա նրան ծաղրելու առիթ։ Չէ որ անունով նաև կարող է դիմացին հաճախ մականուն են կպցնում եւ սկսում այդ մականունով ծաղրել։ Ռաֆիկ Ղազինյանն ասում է, որ հաճույքով է գրանցում բոլոր ծնունդները, սակայն այս տարին առանձնահատուկ էր նրանով, որ տարեվերջին հենց իր անունով էլ գրանցել է առաջին թոռնիկի ծնունդը։ Միշտ փշաքաղելով, միշտ ուրախանալով եմ գրանցել նաև մյուսների երեխաների ծնունդները եւ այդ առումով, բայց մի քիչ տարբերություն իհարկե կար։ Ես որ բոլոր երեխաներին շատ սիրում եւ Աստված ուզեց, որ նաև ես լինեմ պապիկ։ Նատալիա Ուսյանար, Արմեն Հովսեփյան, լուրեր։